Բարեողջույն սիրելի բարեկամներ, կրկին AMG-ի հեռուստաընկերության ոսկե սնին հաղորդաշարն է։ Միջև իմ հյուրին ներկայացնելը շատ հետաքրքիր, այսօր մենք հյուր ունենք այսպես արևի ցոլքով տոգորված, մի քիչ ձեզ ավելի լարված պահեմ, եթե կարելի է, բայց եկեք ներկայացնեմ։ 2004 թվականին դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է լեզվաբանական համալսարան, թարգմանչության բաժինը, բայց այն կիսատ է թողնում և 2006 թվականին ընդունվում է Գեղարվեստի պետական ակադեմիա։ 2010 թվականին երկու շաբաթով մեկնում է Ֆրանսիա Ռեն քաղաքի արվեստի դպրոց։ 2011 թվականին նույն ծրագրով, բայց այս անգամ մեկ կիսամյակով շարունակում է մաստերը Մարսելում գտնվող արվեստի ինստիտուտում։ Այնուհետև նա դառնում է Մարսելի եկեղեցու երգչախմբի անդամ, նաև դառնում է Մարսելի ԺԱՎ կոչվող հայ մշակույթի և արվեստի երգչախմբի անդամ։ 4 տարի անց մեկնում է Ավստրիա, Վիեննա, որից հետո վերադառնում է Հայաստան։ 2016-ին մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ և այստեղ սկսում են վերել քիների և վայրեջների մեկ այլ փուլ։ Այստեղ աշխատում է բազմաթիվ ամերիկյան պրոյեկտների համար իրականացվող նկարչական տարբեր աշխատանքներ, որոնցից մեկն էր Dancing with the Stars, միևնույն ժամանակ նկարահանվում է մի քանի ամերիկյան ֆիլմերում, որպես ետին պլանի դերասանուհի։ Եվ այսպես մեր այսօրվա հյուրն է երիտասարդ Լիաննա Ամիրյան։ Լիան, բարեողջույն։ Ողջույն։ Լիաննա, այստեղ երբ որ ուսումնասիրում էի ձեր կենսագրականը, այդքան կարճ ժամանակահատվածում եւ այսքան մասնագիտություններ։ Նախ առաջինը սկսենք հենց առաջինից՝ լեզվաբանական համալսարան։ Առաջինը ինչ լեզու եք ուսումնասիրում եւ ինչն էր պատճառը, որ հեռացաք այնտեղից։ Դիպուկ հարցեր ասեմ ձեզ։ Առաջինը հենց անգլերեն լեզուներ, թարգմանչություն, թարգմանչական բաժինն էի ընդունվել։ Եվ ուղղակի այդ աշխարհը, որը որ ես մտա, բացարձակ իմը չէր։ Ես այնքան խորթ էի ինձ այնտեղ զգում, որ պարզապես չէի կարողանում հաշտվել այդ մտքի հետ։ Եվ համենայն դեպս լեզուն արդեն տիրապետում էի որոշ չափով եւ ունեցա շատ հետաքրքիր մի հատ առիթ, որ իմ բարեկամուհին ես միշտ արվեստով զբաղվել եմ, նույնիսկ տարբեր ժամանակահատվածներում, տարբեր տարիքում, եւ իմ բարեկամուհին ինքը եկավ տուն եւ տեսնելով իմ աշխատանքները ասաց. «Ինչու է երեխան Գեղարվեստի ակադեմիա չի տվել»։ Ու այդ վարքյանին սենց միտքս փայլատակեց, ասեցի ոնց Գեղարվեստի ակադեմիա, մի րոպե, ես պետքա իմանամ, այդ ինչ տեղ է, այդ ոնց է եւ այլն։ Եվ արդեն հետաքրքրվելով իմացա, որ կա գոյություն ունի Գեղարվեստի ակադեմիա։ Հիմա այստեղ կենսագրականը կրկին վերադառնանք, նայելու ընթացքում ես այստեղ մի հատված կարդացի, որտեղ կոշիկների հագուստի վրա այրված այս լամպերի վրա ինչ որ հետաքրքիր բան եք ստեղծում եւ ինչ եք տեսնում դա ստեղծելուց եւ ընդհանրապես նկարչական արվեստը նա է, որ շատերը արդեն գիտեն սպիտակի վրա նկարը պատկերացնում են։ Երևի դուք էլ նույն ձևի պատկերացնում եք, թե դրանից ինչ կարելի է սարքել։ Այո, ես ձեզ ասեմ, որ դեռ դպրոցական տարիքում հորս խնդրում էի, որ հենց լամպերը, արդեն այրված լամպերը նետ չդեն։ Դրա համար երևի Երևանում այլևս էլ լամպեր չկա։ Այո։ Հասկացա պատճառը։ Դեն չնետի եւ ես հանում էի միջուկը, մեջը լցնում էի տարբեր, պատկերացրեք գունավոր, կարող է լինել ավազ, քարեր, ինչ որ ծաղիկներ եւ այլն, եւ դա նվերներ էի տալիս։ Այսինքն բավականին խելացի երեխա եմ եղել։ Ինչ որ մեկի որ ծնունդն էր լինում, ես արդեն իմ ձեռքով իմ ձեռքի աշխատանքն էի տանում։ Ես ձեզ ասեմ մոտ 12-13 տարեկան այդ տարիքի էի։ Դենց այն ժամանակվանից ձեզ մոտ առաջացել է լամպերը փչացնելու հնարավորություն։ Այո, էլի չեք փչացրել, կոշիկներ եք փչացրել, հագուստ։ Այո, բավականաչափ կտորներ եմ փչացրել,
եւ կոշիկներ, որոնց վրա ներկել եմ, ձևափոխել եմ եւ դա իմ աշխարհն է եղել։ Այսինքն հայրիկը տուն էր մտնում, այդ օրը առավոտյան հագնում էր բոլորովին ուրիշ նկարված կոշիկներ, մայրիկը գալիս էր տուն, հագուստը չէր ճանաչում։ Թևը կտրված էր, այո, մի մասը չկար արդեն հագուստի։ Ձեր տանը սրտային ոչ մի հիվանդություն դրանից հետո չի առաջացել։ Չէ, բոլորը առողջ են։ Ոնց էր առողջ են։ Այո, այո, բոլորն առողջ են եւ երջանիկ։ Քաղաք դուրս են գալի եւ կոշիկի տարբեր գույներ, տարբեր հետաքրքիր բաներ։ Կարևորը որ ինձ ընդունում են այնպեսին, ինչպեսին որ ես կամ, հենց դա է գրավական էլի առողջության։ Եթե չընդունեին, այդ ժամանակ կունենային սրտային Ընդհանրապես խնդիրներ։ մարդուն պետք է ընդունես այնպես, ինչպես նա կա, բայց որպեսզի մարդուն ընդունես այնպես, ինչպես նա կա, պետք է հասկանաս նրա հոգին։ Իսկ նրա հոգին հասկանալու համար պետք է կարողանաս հասկանալ ծաղիկների լեզուն։ Երևի այդպես չէ։ Համաձայն եմ, այո։ Շատ լուրջ թեմա էր։ Լավ, քանի որ մանկությունից խոսացինք, քանի տարեկանից եք նկարում եւ ինչպես ստացվեց ձեզ մոտ նկարելը։ Այսպես ասեմ, որ նույնիսկ չեմ հիշում քանի տարեկանից, բայց բոլորս էլ ներկում էինք, նկարում էինք, չէ՞ որ փոքր էինք, այդ ամեն ինչը ամեն ինչի վրա, դեմքի վրա։ Ես հասկացա, վերջում տեսել են, որ ճար չկա, խոլստը տվել են, որպեսզի գոնե խոլստի վրա նկարել։ Արդեն այո, բաց են թողել, ասել են, ինչ ուզում ես արա։ Եվ կարելի ասել հենց ամենալուրջ իմ գործերը, որը ես այդպես էի ուզում ներկայանալ, որպես Գեղարվեստի ակադեմիա ընդունվելու համար, դա եղել է մոդելավորում։ Մոդելների հագուստներ եւ այլն, այդ սիրուն գեղեցիկ աղջիկների գծագրեր, այդպես ներկայացա, սակայն հետո իհարկե փոխվեց մասնագիտությունը մեկ անգամ եւս եւ ընդունվեցի համակարգչային գրաֆիկա եւ դիզայն բաժինը։ Քանի մասնագիտություն եք փոխել։ Ճիշտն ասած չեմ հաշվում, որովհետև ես ինքս արդեն խառնում եմ, քանի մասնագիտություններ կա, որ տիրապետում եմ, նույնիսկ չնշեմ։ Այս նկարչական դեռ մենք մոտավորապես վերջում կհասկանանք, թե ձեր մասնագիտությունը ինչպես է կոչվում։ Դուք ասացիք, որ ավարտել եք անգլերենի բաժինը։ Սովորել չեմ ավարտել։ Բա Ֆրանսիայում ինչ գործ ունեիք։ Բա տեսնում եք, անգլերենով էի գնացել Ֆրանսիա։ Եվ այնտեղ ընդունում էին անգլերեն, ստիպված այնտեղ ֆրանսերեն սովորեցիք։ Այն ապրեք, այո, այնտեղ ընդունում էին, սակայն իմ ուսանող ընկերուհիներից մեկը տունը հետագայում ես ապրեցի, ինքը ինձ ասում էր, ես քո հետ այլևս անգլերեն չեմ խոսալու։ Ինձ ասա, մատով ցույց տուր, ես ֆրանսերեն տարբերակն ասեմ, դու ասա, սենց էի անում, ասում էր «entable»։ Այդպես սենց սկսեցի խոսել։ Կամաց, կամաց։ Այո, շատ նման է։ Սկսենք նրանից, որ ամսի 11-ը, ինչպես այստեղ արդեն նշված է, լինելու է ձեր ցուցահանդեսը։ Ինչ եք ներկայացնելու ցուցահանդեսին։ Ապրիլի 11-ին այս ուրբաթ օրը լինելու է իմ անհատական նկարներից ցուցահանդեսը, լինելու է 3-րդ հարկում Hollywood Production շենքում 225 իսկ Broadway եւ Louis Խաչանկյունում, այնտեղ հենց անմիջապես կարող եք բարձրանալ այդ Broadway մեծ պաստառով շենքը, որը 3-րդ հարկն է, եւ արդեն կարող եք բարձրանալ 3-րդ հարկ եւ այնտեղ բացօթյա կարծեմ։ Այո, բացօթյա է։ Բացօթյա, որտեղ գնում է բացօթյա ներկայացումներ, ես եղել եմ այնտեղ եւ շատ հետաքրքիր, ես քանի որ արդեն եկանք հասանք Ամերիկա, եկեք խոսենք Ամերիկայի մասին։ Դուք 16 թվականին վերադարձաք Ամերիկա։ Եվ ինչ պրոյեկտներ, ինչեր ունեցաք այստեղ, ինչ դուք գրել եք այնտեղ, այսինքն ձեր կենսագրության մեջ կա եւ բարձրանալ եւ իջնել եւ հաջողություններ եւ անհաջողություններ, այդ կար ժամանակաշրջանում միթե հնարավոր է անհաջողություններ ունենալ։ Կարելի է ասել, որ կյանքը ինքը իրենով վերելքների եւ վայրեջքների հոսանք է, ոնց որ սրտի աշխատանքն է, այնպես էլ կյանքի ձևն է այդպես, ու բնական է, որ դրանից երբեք չեմ ամաչում կամ չեմ հիասթափվում, այսինքն նա պետք է լինի, վայրեջ պետք է լինի, որ վերելքը իրականում գնահատես ու տեսնես, արժևորես։ Եվ հետեւաբար, երբ որ եկա Ամերիկա,
իմ առաջին աշխատանքներից մեկը, որ իմ ամենասիրելին էր, որ ճիշտն ասեմ, եւ շատ լավ ընկերոջ ինքը Շուբեր կոչվող այդպես Shoe Repair կամպանիա էր, նորից կոշիկին անցնենք։ Ընդհանրապես այդպես է, որ նեղն ես լինում, նեղից հետո դեպի վերելք ես գնում։ Իսկ ասացեք, խնդրեմ, այստեղ բոլորին ինչ որ մեկը աջակցում է, իսկ կա որևէ մեկը կամ որևէ մեկները, ընկերներ, որոնք օգնում են ձեզ։ Անպայման։ Առանց նրա ես կարող եմ ասել, որ իմ կյանքի ճանապարհը այսպիսին չէր լինի եւ ընդհանրապես իմ որևիցե բարձունքի հասնելը դա իմ շրջապատող մարդկանց շնորհիվ է, որոնց ես շատ շնորհակալ եմ եւ նույնիսկ հենց այս ցուցահանդեսը, որոնք որ տեղի չեր ունենա, այսպես ասեմ, եթե չլինեին Նարե Հայկազյանը, Տիկին Մարգարիտ Ավետիսյանը, Զարեթ Հևանը եւ բոլորը, այսպես ասեմ, իմ ընտանիքի անդամները Dancing with the Stars։ Ինչ է իրանից ներկայացնում սա։ Հենց այդ կոշիկի վերանորոգման Էլի կոշիկ։ նորից հա պատկերացրեք, այդտեղից է հենց ամբողջ հիմքը հենց այդտեղ է։ Հասկանում եք։ Այդտեղից է հենց սկսել։ Կոշիկից է սկսել։ Պատկերացնում եք կոշիկի վերանորոգման ինքը ընկերություն, որտեղ որ աստղեր են իրենց կոշիկները, իրենց պայուսակները եւ շոուների համար բերում են եւ այդ ամեն ինչը այդ կոշիկի վերանորոգման մի հատ փոքր հրաշքի աշխարհում էր տեղի ունենում։ Այսօր քանի որ մենք նկարչության մասին ենք խոսում, մենք նորից վերադարձանք նկարչությանը։ Լավ, այսպես հարցնեմ, դուք մասնագիտությամբ նկարիչ եք, դիզայներ եք, ձևավորող եք, ո՞րն է ավելի ճիշտ ձեր մասնագիտության անվան, որտեղ դուք հրաշալի նկարներ ունեք, ես ծանոթ եմ ձեր նկարների հետ եւ այն կոշկի հետ կապված այդ գժությունների հետ եմ ծանոթ, որը իրոք գեղեցիկ է։ Երևի սենց մեկ բառով ասեմ արվեստի մարդ եմ, որովհետև կարելի ասել ամեն ինչի մեջ էլ ինձ տեսնում եմ։ Ես հենց վերջում էի թողել այդ հարցը, գլխավոր հարցը, որ դուք Փարիզում եւ Մարսելում երգել եք երգչախմբում։ Այո, Մարսելում երգել եմ երգչախմբում, մեկը եկեղեցի, Մարսելի եկեղեցու երգչախմբում, մյուսը Ժավ կոչվող հայ համայնքի երգչախմբում։ Շարականներ երգել եք։ Այո, հենց եկեղեցում եղել են շարականներ ու Շնորհալի, Կոմիտաս։ Այո։ Եկմալյան։ Դուք չեք պատկերացնի, այսինքն դուք կպատկերացնեք։ Ես չէի պատկերացնի, թե դա ինչ աշխարհ էր։ Դու գնում ես դեպի միջնադար, ես կարող եմ ասել միջև քրիստոնեությունը նույնիսկ, որովհետև այսօր ապացուցված է, որ այդ շարականները, որոնք մենք երգում ենք բոլորս, մեծամասնությունը գրված է եղել միջև քրիստոնեությունը, որից հետո փոփոխության է ենթարկվել, շատերը նոր են գրվել, շատերը խոսքերն են փոխվել, բայց հիմքը մնում է շարականների հոգևոր սնունդը, հոգևոր երաժշտությունը, որը ավետում է երկինքը, ավետում է Սուրբ Հոգին, իսկ Սուրբ Հոգին մնում է նույնը, ինչ ուզում ես ասա, Աստված կա եւ նրա հոգին միշտ մեր հետ է, ինչպես նա ասաց, որ ասում է ես ստեղծեցի մարդուն իմ նման ասում է։ Վերադառնանք մի քիչ ավելի աշխարհիկ հարցերին, ինչ ֆիլմերում եք նկարվել։ Ամերիկյան TV շոուներում, ասենց ասեմ, սերիալներում եւ երևի մեջների հայտնին, որ մարդիկ կարող է տեղյակ լինեն, դա Լուցիֆերն էր եւ Ետին Պլանի, ուղղակի ինձ այդ աշխարհը շատ հետաքրքիր էր։ Բացի դրանից, որ աշխատանք է, իհարկե, բայց ներկա լինելով եւ կողքից ամեն ինչը տեսնելով, դա ամբողջությամբ ուրիշ աշխարհ է ու երբ որ նաեւ ճանաչում ես դերասաններին ու արդեն ավելի ոգևորված ես այդ ամեն ինչին սպասում։ Շփվում ես այդ աշխարհի հետ։ Այո։ Ֆիլմ աշխարհի հետ։ Արդեն սերտ շփման մեջ ես մտնում ու տեսնում ես իրանց ընդամենը մի քայլ այն կողմ, իրանք գալիս են, բարևում են եւ ինձ համար ցենց մի հատ աներևակայելի հիանալի աշխարհ էր նորից։ Իսկ որևէ բան սովորեցիք այդ աշխարհից։ Այո։ Հետագայում, եթե հարկ լինի նկարահանվել կամ հրավերք ստանաք, դուք կարողանաք անպայման չի թեկուս Ետին Պլան, իհարկե որը ցանկալի չի, այլ ուղղակի երկրորդ կամ առաջին պլանի դերասանուհու կոչում ունենաք, այսպես ասենք, դեր ստանաք։
Կարծում եմ, այո, որ եթե ես փորձ չունեմ ինչ-որ մի ասպարեզում, չեմ ուզում հաստատուն իմ կարծիքը հայտնել, հաստատուն ասել, այո, ես կանեմ դա, բայց որովհետև ես չեմ էլ փորձել դիմել առաջին պլանի դերասանուհի դառնալու։ Իսկ դուք փորձեք։ Իսկ դուք փորձեք, որովհետև այսպես է, առաջի պլանի, թեկուզ ես վերցնեմ այն մասնագիտությունը, որի ես ունեմ, օպերայի երգչի, ավելի հաջողված են նրանք, ովքեր սկսել են երգչախմբից։ Իսկ բոլորը անխտիր, թեկուզ վերցնենք Պավարոտին, որը երգել է մանկական երգչախմբում եկեղեցում, բոլորը պետք է անցած լինեն այդ ուղին, որը դժվար, որը կոչվում է կոլեկտիվ հնչողություն, այսինքն երգչախումբ։ Եթե դու դրա միջոցով չանցար, դու շատ շուտ վայրեջք կկատարես դեպի գետին, այսինքն այն տարածքը, որից նոր դու բարձրացել ես, որովհետև եւ դերասանական, դե օպերային արվեստն է դերասանական, դու այնտեղ առանց հիմքի, առանց փորձառության դժվարությամբ դու հասնես դրանց։ Կարող է լինի 1%, 2%, որոնք անմիջապես միանգամից գնացել են, բայց ես ամենայն դեպս իմ շրջապատում չեմ տեսել այնպես մեկը, որը անցած չլինի այդ օղին։ Հիմա վերցնենք երգչական շարականները, դուք որ անցել եք այդ օղին, հնարավոր է կկարողանաք երգել որևէ մի շարական կամ որևէ մի ստեղծագործություն, մենակ ինչպես մենք ասում ենք, սոլո։ Փորձել եք։ Չեմ փորձել սոլո երգել։ Ես նույնիսկ գլուխ էի պահում։ Գիտեք ինչ էի անում։ Ես աչքերս փակում էի, բերանց բացում էի, որ երգում եմ, որպեսզի այդ հոսանքի մեջ մտնեմ, որովհետև այնտեղից սոպրանոն, այնտեղից սենց մի ամբողջ աշխարհ էր այդ ժամանակ լցվում էր, ամբողջ մարմինս լցվում էր։ Առաջի կարգում նստած համերգ եք լսում, բերանը բացելով, փակելով։ Չէ, ես մեջտեղներում էի նստած եւ լինում էր դեպքեր, որ ես ուզում էի վայելեի այդ ձայնային այդ ելևեջները եւ աչքերս փակում էի, sense բերանս բացում փակում էի, որ ես մասնակից եմ իհարկե, բայց իհարկե դա ոչ բոլոր դեպքերում, որովհետեւ շատ մոդայիկ է իրեն ձայնագրության տակ բերանները բացել, փակել եւ ժողովրդին հիմարացնել, ասելով, որ դու երգում ես կենթանի, բայց դու չես երգում կենթանի, այլ ընդհանրապես երգում ես քո ձայնագրության տակ։ Ինձ համար էսպես է, թեկուզ թող սխալվեմ, թեկուզ թող չեմ անում ինչ, բայց կենթանի կատարեմ։ Լավ, մի հատ էլ հարցնեմ։ Ինչ երազանք ունեք։ Վայ, իմ երազանքները այնքան շատ են, եթե թվարկեմ։ Թվարկեք։ Ասեմ, որ երազանքներիցս մեկը, իմ երազանքները նպատակներ են, այսինքն այնպիսի երազանքներ չեն, որպեսզի, այո, չիրագործվող չեմ երազում թևեր ունենամ, որ թռնեմ։ Բայց ես թևերը տեսնում եմ ոնց է։ Ես է թաքցնում էի։ Ախ, գլխակն էլ եք դրել, որ ընկալորը չէր, հասկացա։ Բա, ամեն ինչ մտածված է։ Եվ կարելի ասել, որ իմ երազանքներից մեկը իրականանում է ապրիլի 11-ին, դա ասեմ, որը որ շատ կարևորագույն։ Դա առաջի երազանքն է, դե դեռ մեջտեղի երազանքն է։ Դա մեջտեղի երազանքն է, որովհետև եթե սկսեմ որ տարեկան գիտակից տարիքից, այսինքն եթե հիշում ենք 4-5 տարեկանից, չէ՞, մեր տարեկան։ Ընդհանրապես ես ունենալով թոր հասկացա, որ 1 տարեկանից իրենք շատ գիտակից են, որպեսզի հարցեր են տալիս, հենց բերանները բացում։ Ալավ, շարունակենք։ Կարող եմ ունենալ շատ երազանքներ։ Հետևաբար այդքանը թվարկելով պատկերացնում եք մեր եթերը իրականում չի հերիքի, որ այդքանը թվարկեմ։ Մենք ժամանակ ունենք։ Դուք ուզում եք ինձնից իմ երազանքները կորզել։ Ոչ, երազանքները այսպես է, եթե դա կա երազանքներ, կա ծրագրեր։ Մենք ծրագրերի մասին չենք խոսում։ Մենք խոսում ենք ուղղակի երազանքի մասին, չէ՞ որ երազանքները հիմնականում գիտեք ինչ երազանքները նրանք են, որոնք վախենում ես, որ չկատարվի, բայց դու երազում ես, որ այդ այնպես որ մի քիչ ավելի խորը հարցին պատասխանեք, խնդրեմ։ Լավ, այսպես ասեմ։ Իմ երազանքը կապված է իմ նկարների հետ իրականում եւ իմ նկարների իրենց տեղը գրավելու այս աշխարհում, որովհետեւ դա ինչ որ մի հատ շատ գնահատելի մասնիկ է, որ ես կուզեմ ինձնից հետո ինչ որ մի բան թողնել այս աշխարհին եւ դա օգտակար լինի իհարկե։ Արվեստի գործիչները, առավել եւս նկարիչները
Գեղանկարիչները ճիշտ ասենք, եթե որևէ մի բան ստեղծում են, ապա նա մնում է։ Օրինակ, ցավոք սրտի շատ երգեր գրելով անունդ մնում է որպես երգահան, կոմպոզիտոր, բայց շատ ստեղծագործություններ, այսպես ասենք, նկարչությունը, գեղանկարչությունը համաշխարհային շարավիղ ունի։ Արվեստը ոչ, արվեստի մեջ միայն դասականն է, որ ավելի լայն շարավիղ ունի, որ ամբողջ աշխարհն է կարողանում ճանաչել, ինչպես օրինակ վերցնենք մեր Արամ Խաչատրյանը, միայն ազգանուն է հայ, երաժշտությունը ինքը հայկական է, ինչպես ժամանակին Շոստակովիչն էր ասել, որ այդ հայը 3 նոտայով կարողացավ բառացնել ամբողջ հռոմեական բանակին, Սպարտակի նկատի ուներ։ Հիմա այդ գույները, որը կան, ինձ համար դա հետաքրքիր է, որ ես միշտ կանչում եմ, բոլորը նկարել գիտեն ու ես ինձ շատ նսեմացված եմ զգում, որտեղ ես նկարել չգիտեմ։ Ով եկավ մեր հաղորդմանը, բոլորը լավ նկարել գիտեն, բացի ինձնից։ Հիմա ո՞նց բացատրենք դա։ Ուրեմն ես երջանիկ եմ, որ ես գույներն եմ տեսնում ձեր շնորհիվ, որ դուք այդպիսի հետաքրքիր ստեղծագործություններ եք ստեղծում, իսկ նրանք ստեղծագործությունները, նկարները, նրանք հավերժ են, որովհետև գույների սիմֆոնիան, դա տեսեք գույների սիմֆոնիա, փաստորեն գույները ունեն սիմֆոնիա, ունեն երաժշտություն։ Հիմա փաստորեն դուք ունեք այդ մասնագիտական մեծ շարավիղը եւ դա միացրել եք նկարների եւ ձեր հնարավորության մեջ, բայց փորձեք երգել։ Եվ այդ նկարչական պաստառները, այդ գեղեցիկ նկարները դուք կտեսնեք գույների միջոցով երգելու ժամանակ։ Մի վախեցեք եւ ամեն ինչ։ Երգելով նկարեմ, չէ՞։ Դե անում եմ իրականում։ Դե ես էլ երգելով նկարում եմ, բայց նկարում եմ երգելով ավելի ճիշտ։ Թարսը, որտեղ իմ նկարածները չի երևում։ Մեր հարցադրումները վերջացրեցինք, որովհետև շատ արագ անցավ այդ ամեն ինչը, որի համար ես շատ շնորհակալ եմ, բավականին հետաքրքիր հարցրածույց եղավ եւ կոշիկից անցանք միջև նկարչական արվեստը, միջև գեղանկարչություն, միջև երգ շարականներ, կինոմատոգրաֆիա, այդ կարճ ժամանակաշրջանում դուք փորձել եք այդ ամենը։ Ես ուղղակի ձեզ կցանկանամ, որտեղ որ ձեր ձեռքը դնեք, այնտեղ միշտ կանաչի, տեսեք, ասում են, որտեղ ձեր ոտը դնեք, կանաչի։ Չէ՞ որ կանաչում է ձեռքը դնելու, եթե այն հրաշալի է։ Լավ, վերցնենք, ասենք ոչ թե կանաչի, այլ արևավարվի, ինչպես դուք եք։ Շնորհակալ եմ ձեզ, անչափ շնորհակալ եմ եթերի եւ ամեն ինչի։ Ձեր այսօրվա, այսինքն 10-11-ին կայանալիք միջոցառմանը ցուցահանդեսին պատկերասրահային ավելի ճիշտ խոսենք, հաջողություն եմ ցանկանում եւ ընդհանրապես ձեզ հաջողություն եմ ցանկանում։ Շնորհակալ եմ, նմանապես ես էլ ձեզ եմ հաջողություն ցանկանում։ Հաջողությունը միշտ ինձ հետ է, քանի որ ես այդպեսի հյուրեր ունեմ եւ իմ գեղեցիկ հանդիսատեսը, որը միշտ ինձ հետ է։ Դե ինչ վերջացրեցինք մեր այս արևի շողով ստեղծված մեր հաղորդումը։ Ես ձեզ ցանկանում եմ բարի գիշեր, միշտ նոր հանդիպում։